Հայկական շոու բիզնեսի ամենաբարձրահասակ երգչուհին երկար չմնաց շոու բիզնեսյան բարձունքում եւ առիվաս երաժշտական կարիերայի պիկը թերևս Եվրատեսիլ երգի մրցույթը դարձավ, որտեղ նրա արաբական մելիզմներով հայկական ծիրանի մասին պատմող Apricot Stone կատարումը գրավեց 10-րդ հորիզոնականը։ Այդ շրջանում իսկական սկանդալ էր սկսվել Էմմիի ու Եվայի միջև, չնայած սա արդեն առանձին պատմություն է։ Եվրատեսիլից հետո երգչուհու կյանքում շատ բան է փոխվել։ Եվան մայրիկին կորցնելուց հետո որոշել էր վերանայել կյանքը ու ինքնակամ գնացել էր Մենաստան։ Այժմ երգչուհին հպարտորեն նշում է, որ հրաժարվել է ծխախոտից, խմիչքից, կալյանից ու փորձում է ավելի պարկեշտ կյանք վարել։ Բայց կարող ենք ասել, որ աստղային կարիերան Եվայի համար ոչ թե ապագայի ծրագիր է, այլ անցյալի հիշողություն։ Ի դեպ, Եվայի մասին հայտարարությամբ հանդես էր եկել երգիչ Արամենը իր վերջին հարցազրույցներից մեկում, չհերքելով նաև այն փաստը, որ իրենք ժամանակին սիրավեպ են ունեցել։ Թեմային անդրադառնալով Արամեն նշել էր, որ ինքն ու Ռիվասը միասին երգել են 8 տարի, ապա հավելել էր. «Մենք հայտնվեցինք մի անսամբլում Արևիկ խմբում, որտեղ նա արդեն երգում էր։ Ես հետո միացա իրենց 96 կամ 97 թվականին։ Հետո այնպես ստացվեց, որ ինձ թվում է այդպես էլ պետք է լիներ, երկուսս էլ բարձրահասակ էինք, երկուսս էլ գրավիչ էինք այդ ժամանակ, ամեն դեպքում ինքը։ Շատ էինք շրջագայում, շատ էինք միասին ժամանակ անցկացնում, ամեն ինչը գումարվեց ու ստացվեց, որ ինչ-որ հարաբերություններ սկսվեցին բավական տևական ժամանակ, մոտ 5 տարի, քիչ չի եղել, բայց օրերից մի օր այդ ամեն ինչը ավարտվեց, դա էլ այդպես պետք է լիներ, ավարտվեց վատ, որովհետև այն ժամանակ ես չունեի այդքան անցած ճանապարհ, միտքս այդքան զարգացած չէր, որ ես կարողանայի այդ ամեն ինչը առանց էմոցիաների, որովհետև սրանք այն հարաբերությունները չէին, որ պետք էր խզել, այդպես գժվել, տառապել, բայց հիմա բան չկա, զուտ այդ հուշերն են։ Դա նորմալ, պատանեկան սիրահարվածություն էր։ Ես նրա մայրիկի կորստի լուրը, երբ որ լսեցի, շատ մեծ ցավ ապրեցի, որովհետև իրենց տանը շատ հաճախ եմ եղել, իր մայրը ինձ բազմիցս կերակրել է։ Ես կուզեի իրենց հավաքցել, բայց չեմ արել դա, առիթ չի եղել եւ հատուկ ոչ մի բան չեմ ձեռնարկել դրա համար։ Շատ վատ է, որ կա ժամանակահատված, որ ինքը միգուցե իր սխալների պատճառով ստիպված է հիմա այդ ամեն ինչը շտկել։ Եթե ինքը հասկացել է, որ պետք է այդ ամեն ինչը շտկել եւ ուրիշ կյանքով ապրել, ես դրա համար մենակ ուրախ եմ, որպես մարդ, ով երկար տարիներ անցկացրել է իր հետ, բայց իմ կյանքը ուրիշ բան է արդեն շատ շուտվանից։ Երգիչը խոսել էր նաեւ ծնողների ու իր հաջողություններին նրանց արձագանքի մասին։ Եթե իմ ընտանիքը չզգար, որ ես ունեմ վերաբերմունք հանդիսատեսի կամ ժողովրդի կողմից, ինձ կասեր ուրիշ բանով զբաղվիր, որովհետև իմ ընտանիքը եւս այդ անկեղծությունը ունի, որը փոխանցվել է ինձ եւ իմ ընտանիքին, որ չզբաղվի մի բանով, որը շինծու է կամ արհեստական ուռճեցված, երբեք թույլ չէին տա։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին Արամեին եւ մի քանի այլ արտիստների շնորհակալություն հայտնեց որպես ֆիզիկական անձ տարեկան եկամուտների հարկային ցուցակը ներկայացնելու համար։ Երգիչը նշել էր, դա շարունակական է։ Երբ որ եկավ ժամանակը եւ մեզ ասացին, որ պետք է մտնենք հարկային դաշտ, բոլորի ժողովրդի մոտ տպավորություն ստեղծվեց, որ մինչեւ դա մենք հարկ չենք մուծել։ Այստեղ ուրիշ բանի մասին էր խոսքը։ Միշտ էլ համերգների շրջանակներում վճարվել են հարկերը, դա նորմալ է։ Մենք ունենում ենք եկամուտներ, որոնք միայն համերգներից չեն գոյանում։ Այդ դեպքում պետք է ունենանք ԱՁ կոչվածը, որի շրջանակներում պետք է մուծենք հարկեր։ Ես անգամ հետաքրքիր բան եմ առաջարկել։ Եկեք տարին մեկ անգամ մենք տանք կլորիկ գումար, ստանանք լիցենզիա, որպեսզի կարողանանք զբաղվել երգարվեստով։ Դա կլիներ նաև լավ մեզ համար, քանի որ այսօր շատերն են համարում իրենց երգիչ եւ իրենց թույլ են տալիս բարձրանալ բեմ ու ոչ հայեցի երգեր երգել։ Խոսելով կնոջ եւ ընտանիքի մասին, Արամեն նշել էր, որ Աննան չի դադարեցրել իր երաժշտական գործունեությունը։ Աննան շատ գեղեցիկ տեմբր ունի, եթե ինքը լիներ այնպիսի երգչուհի, որի ձայնը կտրելը կլիներ մեղք կամ հանցագործություն, ես դա երբեք չէի անի։ Ամենևին չեմ ցածրացնում իր կարողությունները, կան ավելի փոքր ձայներով երգչուհիներ, որ գործունեություն են ծավալում, բայց իր պարագայում չեմ մտածում, որ ինձ նման կարողանա շրջագայել։ Եթե պատկերացնեի կամ զգայի, որ դա հնարավոր է, գուցե ուրիշ ձև լիներ։ Ի վերջո մեր երեխաները, եթե ինձանից այդքան ժամանակի առումով չեն կարողանում ստանալ, գոնե մորից պետք է ստանան։
Նշենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկում էլ Արամեն խոսել էր երեխաների ծնունդի մասին ու նշել էր. դա հրաշք էր իր կյանքում։ Երբ ասում են հրաշք կատարվի, իմ կյանքում այդ հրաշքը կատարվեց իմ Աննա Մարիայի ծնունդով։ Ես 2 երազ տեսա, մենք զաքսավորված էինք ու երազ տեսա, որ Աննայի հետ պետք է եկեղեցի գնամ, եւ երկրորդ երազս կապված էր դստերս Անվան հետ։ Ես տեսա, որ սևի վրա սպիտակ պտտվեց ու վերևը գրվեց Աննա Մարիա, որ արչնացա, պատմեցի, Աննան ասում է, եթե ես տեսած լինեի, չէիր հավատա։ Իսկապես դա հրաշք է, հրաշքն էլ ինչպես է լինում։ Մենք օգոստոսի 10-ին եկեղեցով ամուսնացանք, հոկտեմբերի 6-ին Աննան ասաց, որ երեխա ենք ունենալու։ Երբ լսեցի լուրը, ոտքերս ասես բամբակից էին դարձել ու ես բարձրացել էի օդ, ոնց որ օդում լինեի, անհասկանալի էր։ Արամեն խոսել էր նաև կնոջ հղիության ուժ ստացվելու պատճառի մասին։ Ես այս մասին երբեք չեմ խոսել, որևէ խնդիր չի եղել, երևի իմ շտապողականությունն է եղել ուժ ստացվելու պատճառը։ Բոլորը հավատում էին, որ կլինի, մեզ խորհուրդ էին տալիս գնալ այս կամ այն եկեղեցի, բայց ես ինձ այն մտքի վրա բռնեցի, որ էլ եկեղեցի չի մնացել, ամբողջը շրջել ենք, խնդրել ենք։ Հատուկ շնորհակալություն պիտի հայտնեմ Ռոզա Ծառուկյանին, ով ամեն ինչ անում էր, որ երեխա ունենանք։ Երուսաղեմից Զեյթունի կուտ մոմ էր բերում։ Մենք գնացել էինք սանատորիա, հա, դա էլ ենք փորձել։ Այնտեղ հայտնվեց մի ռուս բժիշկ, ով Աննային թաքուն ասել էր. նա երբեք երեխա չի ունենա, ինչի համար է նա քեզ պետք։ Կարճ ասած, փորձել էր համոզել, որ ջահել աղջիկ ես, ինչ գործ ունես իր հետ։ Ինչպես Մհերն էր նշել զրույցի սկզբում, Արամեն բավականին համեստ անձնավորություն է, անկախ իր գրանցած հաջողություններից եւ շոու բիզնեսում ունեցած դիրքից։ Արամեն եւս իր խոսքում ընդգծել էր իր որոշ չափով ամաչկոտ լինելու փաստը, ասելով, որ ինքը այդպիսին է նաեւ անձնական հարաբերություններում։ Իմ առաջին սիրո առաջարկը եղել է Աննային, մինչև այդ իհարկե շատ շփվել եմ, եղել են թվացյալ սիրահարված հարաբերություններ, բայց առաջին քայլը որպես այդպիսին ես չեմ արել, ոչ թե գոռոզություն կամ ուրիշ բան, ես միշտ ամաչել եմ, միշտ մտածել եմ, որ իմ ներկայությամբ իմ խոսքով չեմ սիրել մարդկանց ուշադրությունը գրավել, ինձ միշտ թվացել է, որ ես կարող եմ իրենց խանգարել ու վախեցել եմ բացասական պատասխանից։ Marad. Sirում եմ իմ մարad, անուշին տեղար, Sirում ես դու մարad, sirում իմ տեղար, Դու իմ անուշ տղան ես, քեզ շատ եմ սիրում, Դու իմ անուշ տղան ես, քեզ շատ եմ սիրում, Իմ սիրունի կանմարի, քեզ սիրում եմ շատ, Սիրունի կանմարի, քեզ սիրում եմ շատ, Դու իմ սիրուն նխշումն ես, քեզ շատ եմ սիրում, Դու իմ անուշ աղջիկն ես, քեզ շատ եմ սիրում, Իմ սիրունի դու քեզ սիրում եմ շատ, Սիրուն իմ տղա, քեզ սիրում եմ շատ, Դու իմ շատ չար տղան ես, բայց մեկ ասում, Այ խելոք, Դու իմ խելոք տղան ես, քեզ շատ եմ սիրում, Աննա Մարիանին կուկլկ աղջիկն է, ես նրան եմ սիրում, Քեզ սիրում եմ անմարից է նա, ով պարգևում է սիրով էկրան, Սիրտը քո հիմար, մեկ ուրիշին է տվել օրգյանք, Չես կարող քո հոգին դու հանձնել, ոչ մեկին ու անգամ այր հողին, Այդ իլոչն է, որ միշտ ով չէ հոգին, Հեքիաթից է Լևան, Լևան, Լևան